Մեր ծրագրի երկրորդ հյուրն է արձակագիր Ռաֆայել Նահապետյանը, բարև ինչպես եք։ Բարև ձեզ։ Լավ, շատ լավ։ Առայժմ։ Ուրեմն մեր նախնական հանդիպման ժամանակ ձեր գործընկերներից մեկը երբ իմացավ, որ դուք լինելու եք մեր հյուրը, ինձ օգնելու նպատակով որոշ բաներ պատմեց ձեր մասին, հատկապես նա շեշտում էր անդադ ասում, որ դուք ուղիղ, շատ ուղիղ մարդ եք եւ կարող եք առանց հաշվի առնելու, ասենք, դիմացինին կամ շրջապատը ասել այն, ինչ որ ճիշտն է, ինչ որ դուք եք ասում։ Պատահում է, որ դրանից տուժում եք։ Ճիշտն ասած, պատահում է, որ տուժում եմ։ Եվ շատ հաճախ է պատահում, բայց եթե անկեղծ լինենք, ավելի շատ նաև շահում եմ, որովհետև հաշվի նկատությունը դժվարություն է բերում, պետք է չարչարվես, ասես, չասես, մտածում ես, քայլեր ես հաշվում, խանգարում է ապրելու, ստեղծագործելու։ Դրա համար մտածում եմ ավելի լավ ու հեշտ է ասել անմիջապես այն, ինչ որ մտածում եմ, քան հաշվի նկատորեն մտածեմ, անեմ թե չանեմ։ Բնորոշումը ամենայն դեպս ճիշտ է եւ դուք ընդունում եք միանշանակ։ Այո, շատ ճիշտ է։ Լավ, այս փոքրիկ մեր հեռուստադիտողների համար ծանոթությունից հետո անցնենք ձեր ստեղծագործություններին։ Ճիշտ ասած, կարդալով ձեր ստեղծագործությունները, ձեր պատմվածքները, վիպակները, ինձ թվում է, որ դրանք զուտ կենսագրական են եւ կառուցված են հիմնականում ձեր եսի վրա։ Չէ։ Զանազան փոքր մեծ էպիզոդներ կան, որոնք ես հետագայում ընդարձակում եմ ու հասցնում այդ աստիճանին, բայց աշխատում եմ հավաստի ամբռնազբոսիկ լինելու համար, ճիգ ու ջանք գործադրելուց բացի ինձ անել, որ դա չերևա, շատ բնական ընդունվի ընթերցողի կողմից, եւ դա ստեղծում է կենսագրականի պատրանք, որովհետեւ շատ հավաստի է դառնում։ Պարզապես դա իմ մանիերան է, դա իմ ոճն է, մատուցման ձևը, եղանակը։ Ընտրությունը ես կատարել եմ այդ կարգին։ Դուք ծնվել եք 1946 թվականին Երևանում, ավարտել եք սկզբում տեխնիկում, հետո Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը եւ ձեզ նույնիսկ չճանաչողները, չիմացողները թե ծննդով որտեղացի եք, կարդալով ձեր վիպակներն, ասենք, ինձ թվում է միանգամից կասեն, որ այ գրողը երևանցի է, այս տողերը գրողը երևանցի է։ Ինչ որ երևանյան գրականություն եք ստեղծում, թե կամ շարունակում եք, կամ գուցե ձեզ են արդեն շարունակում։ Գիտեք, ճիշտ ասած, ինձ ուրախացնում եք, որովհետև ես շատ ինքս ուրախ եմ, որ երևանցի եմ ու երևանցի գրող լինելս երևում է, որովհետև խելագարի նման սիրում եմ Երևանը։ Հիմա մի քիչ Երևանը ես Երևանը հենց իմ տունն եմ համարել։ Ամբողջ քաղաքը իմ տունն է եղել եւ ես ապրել եմ այդ քաղաքում, իմ ընկերների ու մոտիկների հետ վայելել եմ այս քաղաքը, որը հենց տուն է, ապրելու համար ստեղծված մարդկանց համար։ Հիմա մի քիչ քաղաքը փոխվել է, չնայած շատ գեղեցկանում է, ու ես հիանում եմ, փողոցով քայլելիս տեսնում եմ ինչ նուրբ ճաշակ կա, ինչ հետաքրքիր երեսպատումներ, սալահատակը դան։ Դրանք դեռ կտորներ են, ես մտածում եմ, որ անպայման ամբողջ քաղաքը եւ շրջան ծայրերում նույնպես նույնը կլինի, բայց շատ ուրախ եմ, որ երևանցի լինելս, ինչպես ասում եք, երևում է, որովհետև ես կարոտ եմ ուրբանիստական գրականության։ Մեր գրականությունում դա պակասում էր։ Գրողների մեծ մասը գյուղից էին, բերում էին գյուղի կյանքը շատ հավաստի, շատ լավ, շատ տաղանդավոր, եւ դա ազգային գրականություն դառնալու պես մի բան էր։ Արդեն չափանիշը դա էր դարձել եւ դա էր համարում ազգային գրականություն։ Ես կարծում եմ եւ արևմտյան գրականությունը եւ մեր ազգային գրականությունը Նարդոսից սկսած ունի այդ հիմքերը ու կարող է տալ, ու դրա համար միշտ ձգտել եմ հենց քաղաքի բնակչի հոգեբանությունը, քաղաքի տան տիրոջ թեման դարձնել գրականության նյութ։ Ինչքանով է հաջողվել ժամանակը ու իդեպ խոսքի մասին նաև, փաստորեն դուք գրում եք, եթե ասենք մաքուր գրականով, բնականաբար ոչ։ Չեք օգտագործում ժարգոն, չեք օգտագործում ինչ-որ երևանյան ընդունված խոսակցությունը, բայց գրում եք այնպիսի լեզվով, որ կարելի է հանգիստ օգտագործել առօրյայում։ Էլի շատ ճիշտ դիտողություն, որովհետև ես զուտ գրական հայերենով մատուցել նյութը ընթերցողի կողմից կասկածանքով կընդունվի, որովհետև դա մի լեզու է, որը չի խոսվում, դրանով մենք չենք խոսում։ Երևաներեն չէ։ Այո, եւ ընդհանրապես ոնց որ նույնիսկ հայերեն չլի, շատ գեղեցիկ է, հետաքրքիր կառուցվածք ունեն նախադասությունները, բառերը ընտիր են, բայց դա բնական չի։ Պետք է
իսկ եթե ընթերցողը կասկածեց լեզվի, դիալոգի որևէ մի հատվածի վրա, ընդհանրապես մատուցած նյութի չի հավատա։ Պետք է ստեղծել միջինը, որ եւ լինի խոսակցական, հավաստի եւ լինի գրական։ Սա արդեն գրողի համար շատ մեծ դժվարություն է, որտեղ հայերենը մի քիչ ասում եմ խոսակցական լեզուն եւ գրական լեզուն բավականին իրարից հեռացել են եւ գրողի արձակագրի համար, պոետի համար չեմ կարծում, այդ խնդրեմը չկա։ Արձակագրի համար շատ դժվար է մատուցել նյութը, որ պահպանես եւ հայ գրական լեզվի կանոնները եւ խոսակցական առօրյա եւ դա հավաստիություն մատուցի նյութին ճիշտ գույներ։ Ներողություն, որ ընդհատում եմ, դուք առօրյայում օգտագործում եք, ասենք, գալիս է, գնում է Առօրյայում օգտագործում եմ։ Իսկ այդպես գրել կարելի է։ Չէ, ես աշխատում եմ չգրեմ, բայց իմ ասենք եթե ես ասում եմ գալիս է, ես աշխատում եմ այն կարգի, այն ձևի մատուցել, որ դա որպես այլ ընդունվի։ Նախադասության կառուցվածքի մեջ կամ աշխատում եմ ընդհանրապես խուսափեմ, որտեղ եթե ես մի պահակի եմ խոսացնում, նա էով չի խոսել, բայց անել տեղին չի հնչի։ Դրա համար աշխատում եմ գտնեմ ոսկե միջինը, կամ չօգտագործեմ, կամ այն չշեշ տվի, չզգացվի։ Եթե դուք յուրաքանչյուր A-ի ու I-ի վրա այդքան մտածում եք, որքան ժամանակում եք գրվում ձեր ստեղծագործությունը։ Առաջի ձեռքը շատ արագ, բայց հետո շատ եմ աշխատում։ Մի քանի ձեռք, 3-4, մինչև ես ինքս գոհ եմ մնում եւ զգում եմ, որ կեղծ չի, նյութը կեղծ չի, ստեղծվել է։ Դուք մարդկանց ձեր հերոսներին էլի որքան ես գիտեմ ու որքան ես նկատել եմ, խուսափում եք կոնկրետ անուններից եւ տալիս եք ինչ որ նկարագրող կինը, տղամարդը կամ գլխիկոր տղամարդը, տատը, թոռը, վիշապազարդ կինը։ Ինչու՞։ Սկզբից ինձ անունները խանգարում էին։ Նոր որ սկսել էի գրել, գուցե ներողություն, անունները լավ չեք հիշում, օրինակ մեր նախնական հանդիպման ժամանակ դուք ինձ մեկը Դավիթ էիք ասում, մեկը Արամ էիք ասում։ Արամ ասում էի ընկերոջս պատճառով, որովհետև իսկ բանը անունները ճիշտ ասած իմ հիշողությունը մի քիչ տարօրինակ է։ Երբեմն ես զգում եմ, որ ուղեղս ինձնից առանցին է աշխատում, ավտոնոմ իր գոյություն ունի, այսինքն հիշողությունը սիրում է վերցնել այն ինչ որ այդ պահին համարում է շատ կարևոր։ Մնացածներին մի քիչ հեռու է տանում մնացած բաները, որպեսզի այս ինձ ոնց որ չխանգարի։ Ես այդ հաշտվել եմ այդ իմ ուղեղի ավտոնոմ գոյության հետ եւ իրեն որպես դատավոր ես հաշտվել եմ տենց գոյության եւ աշխատում եմ կոնֆլիկտի մեջ չմտնեմ։ Ընդհանրապես դեմքերն էլ եմ ուշի շատ վատ հիշում։ Բայց ասենք ես կարող եմ գրքի մի 5 տարի առաջ կարդացած գրքի ամբողջ ջահանգիր ասել կամ ինտոնացիան մի հատ հարց եթե լսեմ, այդ հարցը կարող եմ ասել որ կինոից է կամ որի երաժշտություն տարօրինակ հիշողություն է։ Եվ գրողը արձակագիրը երևի թե պետք է լավ հիշողություն ունենա։ Նորից եմ կրկնում նայած հիշողություն։ Ինքը ուղեղը ինքը ընտրում է իր տեսակը, թե Գրելու պահին, ասենք, մատուցվում է Ավտոն հանգարց միտեղ պահված զարմանալի բան է կատարում, ուղեղիդ մի անկյունում պահված որևէ էպիզոդ հանգարց գալիս է լրացնելու այն բացը, որի կարիքը ունես ու մտածում ես ինչ անես, չանես։ Հանգարց ոնց որ խոշոր պլանով ուղեղը բերում է քեզ է տալիս, ասում է սա վերցրու։ Ռաֆայել ներողություն, եթե դուք երրորդ դեմքով գրելու լինեիք ձեր մասին, ձեզ ինչպես կբնորոշեիք։ Անունը չեք գրում, ինչ որ բնորոշում եք տալու, Ես կօգտագործեի միայն ասենք նա ինքը ոչ մի դեպքում խուսափեի բնորոշելուց, բնորոշելը կթողնեի ընթերցողին, դիմացինին, զրուցակցին, որպեսզի չխանգարեի, որպեսզի նրա ազատությունը չճնշեի։ Ինքը թող ազատ լինի իր բնորոշման մեջ։ Ես կաշխատեի իներտ լինել, չեզոք։ Լավ, այսքանով կարծում եմ ձեր ստեղծագործությունների շուրջ մասին խոսելը այսօր բավական է։ Դուք ինձ ասացիք, որ դուք 5 տարի առաջ վաճառել եք ձեր հեռուստացույցը, ինչու՞։ Նյութական կարիքի պատճառով։ Փող էր պետք, պարտ պետք է տայի, ստիպված էի վաճառել։ Գրողները Հայաստանում վատ են ապրում։ Հա։ Դուք ամեն 5 շաբթի գրողների միությունում վարում եք գրական 5 շաբթիները եւ էլի ձեր ընկերները, ձեր ճանաչողներն ասում են, որ դուք այնտեղ տեր եք, տիրակալ։ Չէ։ Ընդհանրապես ես աշխատում եմ բոլորի կարծիքը հաշվի առնեմ եւ ընդհանրապես իմ վարելու ընթացքում աշխատում եմ ոչ մեկին չխանգարեմ, բոլորը ձայն ստանան, ամեն մեկը իր ասելիք ասի, հասցնի ասել։ Տիրակալ հենց այդ առումով։ Չէ, գիտեք, երբեմն օրինակար ասում են, որ ես մեկին չեմ թողնում երկար խոսի կամ մեկին ընդհատում եմ ընդհանրապես, բայց ես այդ անում եմ հաղորդման հաջողության համար, որովհետեւ եթե բազար Արդարանալ պետք չէ, ինձ թվում է դուք ճիշտ եք անում եւ այդպես էլ ընդունում են։ Մենք դեռևս 1 րոպե ունենք Լիլիթ հեռախոսազանգեր կան։ Հեռախոսազանգերը
Ահա, դե լավ, շնորհակալություն։ Հեռախոսազանգերը շատ են, լավ, ես աշխատեմ մի քանի հարցեր տալ։ Երբևէ զբաղվել եք ժուրնալիստիկայով։ Այո, բավականին երկար ժամանակ ռադիո տելեժուրնալիստ եմ եղել, թերթում եմ աշխատել։ Այո։ Ժուրնալիստիկան շատ եմ սիրում եւ երկար ժամանակ զբաղվել եմ։ Հիմա էլ զբաղվում եմ։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցը խմել սիրում եք։ Շատ։ Այս ժամանակ առ ժամանակ։ Ինչ է խմելը կարող եք ասել։ Ես գին եմ շատ սիրում խմել, սուխոյ գինի, բայց ասում եմ, եթե ես աշխատում եմ, ուրեմն շատ երկար ժամանակ պետք է չխմեմ ու միայն աշխատեմ, բայց հետո երբ որ հանգստանում եմ, գործ անում եմ, անպայման խմում եմ։ Եվ մեր վերջին հարցը շնորհակալություն Լիլի, ժամանակ չկա, պարզապես մեր այսօրվա ծրագրի հարցը 20-րդ դարի հայը, թիվ 1 հայը։ 20-րդ դարի թիվ 1 հայը Ընթացքում է ես որպեսի շատ շնորհակալ եմ, որպեսի շատ արագ պատասխանեմ, քանի որ ժամանակ չկա, ասեմ, դրանք շատ են ինձ համար, ասենք, եթե աստվածային չարենցով սկսում է կամ Անդրանիկ կամ Նժդե կամ մեր այսօրվա հերոսները, որոնք իրենց կյանքը տավին եւ նրանք, որոնք կան, բոլոր այդ հայերը ինձ համար լավագույն հայի տիպն են, որոնցով մենք 21-րդ դար են գնում։ Այդ հայերը ապրեն ու շատ լինեն, այդ որակը բարձրանա, դրանք են լավագույն հայերը։ Մի հոգի ինձ համար չի կարա լինի, շատ կան։ Շնորհակալություն, իսկ ես մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ մեր ծրագրի հյուրներ գրող արձակագիր Ռաֆայել Նահապետյանը, դուք եթե նրան չեք ճանաչում, ես ձեզ մի փոքր խորհուրդ տամ, նա ունի 3 տպագրված գիրք, եթե կտեսնեք, կարդացեք, 4-ը կարծեմ պատրաստվում է։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ ձեզ։